Բարև սարգել հեռուստադիտողներ, եթերում է Հայ 2000-ներ հաղորդաշարը եւ այսօր մենք գտնվում ենք Պավրակ գյուղում, որտեղ Միքայել Սումբուկյանը կսահմանի նոր ռեկորդ։ Գնանք եւ ներկա գտնվենք։ Միքայել Սումբուկյանը, ով նաև Հայաստանի դյուցազնական ընտանիքի անդամ է, նորը ռեկորդ է սահմանելու, կատարելու է 16 կիլոգրամանոց կշռաքարով 5 րոպեվա 200 անգամ, 150 անգամ, ուշադրություն, պատրաստ է, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, Շնչը մի լավ, 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 59, 60, 61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74, 75, 76, 77, 78, 79, 80, 81, 82, 83, 84, 85, Կանե ժամանակը երկու րոպե։ Չնչը։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, արտար։ Нас 40 var. 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. Ստատակոլ։ 3, 4, 5, 6, 7, 9, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, Yerler şartı sıra.
Չորս Եվրոպենվա երել է 150 մեկ Միկայելի նորը ռեկորդ ստանալու։ Հələ մենա փորձեք էլի, մենա ճակուտով փորձեք էլի։ Դժվարությունը զգալու մար։ Հələ մենա դժվարությունը զգալու մար։ Բերնեն տա աչի։ Չելը բերնեն է դժվար տա աչի։ Դիքիցու էլ։ Դժվար է։ Բավրա գյուղի պատմական անցյալի մասին տեղեկությունները սակավաթիվ են, եւ որոշ տեղեկություններ իմացան գյուղի հնաբնակների հետ զրուցելիս, ովքեր պատմեցին գյուղի պատմական անցյալից ու ավանդույթներից, ավելի շատ կենտրոնանալով համայնքի հոգևոր նկարագրի վրա։ Բավրայի բնակիչների նախնիները 1829-ից 30 թվականներին մեծ գաղթի ժամանակ Արևմտյան Հայաստանից դեպի Վրաստան եւ Արևելյան Հայաստան գաղթող հայերի հետ միասին գաղթել են Արդահան գավառի Վել գյուղից։ Նախ հաստատվել են Ախալքալակի շրջանի Բավրա գյուղում, հետո 1854 թվականից անցել են Շիրակ եւ հաստատվել այսօրվա գյուղից 3 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք գտնվող 5 գյուղի տարածքում, որտեղ եղել է վրացիների արոտավայրերից մեկը։ Գյուղը կոչվել է Թիթոյի Խարաբա, որը վրացերենից թարգմանաբար նշանակում է առաջին քարապ։ 1957 թվականին Լենինական Ախալքալակ մայրուղու մոտ 5 գյուղից դեպի հարավ-արևելք ՀՍՍՀ կառավարությունը հատկացրեց հողատարածք, որտեղ պետք է կառուցվեր նոր գյուղը։ Սակայն աշխատանքները ընթանում էին շատ դանդաղ, եւ միայն 1959 թվականի դեկտեմբերի 8-ի երկրաշարժից հետո, որի հետևանքով 5 գյուղը ավերվեց, բնակիչները տեղափոխվեցին նոր գյուղ։ Երկրաշարժի հաջորդ օրը գյուղի բնակչությունը բաժանվել է երկու մասի։ Մի մասը տեղափոխվել է հոկտեմբերյանի նորաստեղծ 6-րդ սովխոզ Լենուղի գյուղ, ուր այսօր էլ կա մի փողոց, որին տեղացիները անվանում են Ժաշկեցիների փողոց, իսկ բավրացիներին ժաշկեցիներ։ Իսկ մյուս մասը տեղափոխվում է նոր կառուցվող Բավրա գյուղ։ Հայրս է, մայրս է, իմ կինն է, ես էլ երեխեքը, փոքրիկն է։ Երկու երեխա։ Ծնվել եմ Սարչապետ գյուղում, Տաշիրի Սարչապետ գյուղում։ Մի տարի անց բնակվել ենք Բավրա գյուղում մինչ այսօր։ Սպորտի հետ ճարմիչություն ունի։
Դպրոցական ժամանակներից սիրել եմ զբաղվել սպորտով, իմ տարածել եմ պտածող, տարբեր գործիքներ եմ տարածել, զբաղվել եմ։ Հետո դպրոց ավարտելուց հետո ընդունվել եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, 2004 թվականին ավարտել եմ, 2008 թվականին նշանակվել եմ զորքերում որպես հրամանատար, նորաստեղծ հրամանատար, մասնագիտությամբ զինվորական եմ։ Ես ռեկորդը ինքը առաջի ռեկորդ չէր։ Չէ, էսի 8-րդն էր արդեն։ 8-րդ։ Առաջինը ինչ է։ Առաջինը, երբ որ ծառայությունը Մեղրիում էի անցկացնում, այդ ժամանակ դե ամենտեղ զբաղվել եմ սպորտով, կշռաքարերը հետս տարել եմ էլի, որտեղ տեղափոխվել եմ, գնացել եմ այդտեղ, նույնիսկ բարձրացրել եմ հետս մարտական դիրքեր։ 24 կիլոգրամանոց կշռաքարը, հեսած տեա, բանը զոդած է, կանտը դիրքը բարձրացնելուց հետո 14 օր ընդե պահում արձվում էի ես զինվորներս էլի, իջնելուց ձեռքիցս ընկա պոչը կոդորվեց, հետո կպցրինք միտպես մնացել է որպես հուշ, Մեղրիի դիրքերում էի այդ ժամանակ, երբ որ արձակուրդ վերցրեցի ամառը գալու, իմ ընկերներիցս մեկը էլի ռեկորդակիր է, բա ասեց շատ ես կարում անես, արի գնանք մասնակցի դու էլ ցույց տուր քո ընդունակությունները գնացինք։ Զբից ինքը ճգուտով էր, թե Չէ, ճգուտով չէր, ճգուտը հետագայում առաջացավ։ Միջնամադով էի բարձրացնում, մեր գյումրեցի Գուսան Կարենի բաններ էլի, այսպես ասած, ուզածն էր ճգույթով, ասի խնդիր չկա, քո պատվին ճգույթով կանեմ։ հենց առաջի ռեկորդը ինքը ճգուտով է եղել, թե Չէ։ Առաջի ռեկորդը եղել է գանտելներով, հետո կշռաքարն է եղել, միջնամադով 30 վայրկյանում 30 հատ, դա 7-րդ ռեկորդն էր, ես էլ 8-րդն էր։ ինչ որ նշածոր ուզեք հասնեք։ Անպայման։ Որն է։ Ճգույթով կուզենայի 48 կիլոգրամանոց կշռաքար ունեմ պատրաստած, ես եմ պատրաստել, այս նույն ռեկորդը այդ կշռաքարով անեմ։ Իսկ ինչ որ մարզա տալիք մարզվիք, թե տունը կմարզվի։ Չէ, տան պայմաններում։ Իսկ ինչքան ժամանակ տրամադրիք մարզվել օրվա ընթացքում։ Օրվա ընթացքում մի ժամի չափ էլի։ Ամեն առավոտ մարմնամարզությունը այդ պարտադիր է, օրը մեջ էլ կշռաքարերով։ Ինչ խորհուրդ կտաք հեռուստադիտողներին։ Խորհուրդ կտամ բոլորն էլ մարզվեն, առողջությունն է մարզանքը, առողջ մարմնում առողջ հոգի, ինչպես կասեին։ Բաց սովորությունները թող բաց թողնեն, էսի լավ սովորություն է։ Այսօրվա համար այսքանը, հետևեք մեր հաղորդումներին, որտեղ մենք ձեզ կներկայացնենք մեր հայ դյուցազուններին։ Մինչ նոր հանդիպում։